որպես շրջկոմի առաջին քարտուղարը նշանակվեց 1981 թվականին։ Երբ առավոտյան մենք գալիս ենք աշխատանքի, նա ֆերմաներից էր վերադառնում։ Հակած բանվորական հասարակ հագուստը, սապոգները հագին, նա վերադառնում է շատ դեպքում հերվից նայելիս չէինք ճանաչում։ Նորից հագուստը փոխում եւ գալիս էր եւ այստեղ պարզապես փոխանակ աշխատակազմը նրան ինչ որ տեղեկատվություն հաղորդեր։ Մենք ենք նրանից տեղեկատվություն ստանում։ Եվ մեկ անգամ, երբ միասին էինք, նա հանդիպեց ֆերմայում երեխաների եւ հարցրեց, թե ինչու են երեխաները այսօր ֆերմայում։ Ինչու մանկապարտեզում չեն, ինչու դպրոցում չեն։ Եվ նրան հաղորդեցին, որ քանի որ գյուղում մանկապարտեզ չկա, այդ իսկ պատճառով ծնողները իրենց հետ են բերում ֆերմա։ Անջապես հաջորդ օրը դա քննարկման առարկա դարձավ շրջանային կոմիտեի բյուրոյում։ Բյուրոյի որոշմամբ բոլոր գյուղերում, շրջանի 36 գյուղերում 1-2 ամսվա ընթացքում ստեղծվեցին մանկապարտեզներ, մանկամսուրներ։ Նրա անդադրում միտքը անընդհատ պրպտումների մեջ էր։ Եվ ժողովուրդը դրա համար էլ մեր աշխատավորությունը նրան երախտապարտ է ու սիրում ու հարգում են նրան։ Մենք այդ տարիներին դա շրջանի համար դարձավ ամենավերելքի տարիները։ Եվ հանրապետական ու միութենական դրոշների ճանապարհը փոխվեց դեպի Վարդենիս։ Վարդենիսը դարձավ հանրապետության բարոմետրը, տնտեսության բարոմետրը։ Եվ այս իմաստով էլ մինչև օրս էլ մենք մեծ երախտագիտությամբ ենք հիշում նրա կատարած աշխատանքը։ Այդ տարիներին նա հսկայական փորձ ձեռք բերեց, հետո մենք միասին աշխատեցինք Պետագրոարտում, որը Հայաստանի ամենախոշորագույն կազմակերպություններից մեկն էր։ Նա արդեն ղեկավարում էր 3 նախարարությունները միացրած այդ գործունեությունը, անասնապահությունը, անասնապահական մթերքների վերամշակումը եւ իրացումը։ Այդ բնակավարները հսկայական ծանր բնակավարներ էին եւ նա կազմակերպչական մեծ ունակությունների շնորհիվ կարողացավ այդ տարիներին այդ համակարգը ստեղծել։ Նա սերտ կապեր հաստատեց Մոսկվայի Պետագրոարտի իր գործընկերների հետ։ Նրա համար Պետագրոարտում Մոսկվայի փակ դռներ չկային։ Նա լուծում էր հասունացած բոլոր հարցերը եւ ամենաբարդագույն խնդիրները։ Նրանից հետո որպես ավելի մարդամոտ մարդու, կարեկցանք ունեցող մարդու ես առնչվել եմ փախստականների վարչությունում միասին աշխատելիս, որը ինքը այդ տարիներին հսկայական աշխատանք կատարեց նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բնագավառում։ Կիմ Եգանյանը հողի մարդ է։ Նա ավելի շատ գյուղի մարդ է, քան քաղաքի։ Նա գիտի մեր բոլոր գյուղերը, գիտի մեր գյուղի բոլոր մարդկանց եւ նա որպես հողի մարդ այստեղից է գալիս նրա իմաստությունը։ Ոչ հողի մարդը այդքան իմաստուն չի լինում իմ կարծիքով, իսկ Կիմ Եգանյանը իրոք հողի մարդ է։ Երևի թե այնպիսի օր չկա, որ անգամ հեռախոսով իրար հետ չզրուցենք, ինչ-որ մի հարցի շուրջը մտքեր չկիսենք հայրիկի կամ մայրիկի հետ։ Տարվա մեջ հատուկ օրեր կա, որ բոլորիս համար ամենասպասված սիրված օրն է, եւ պետք է մենք ամբողջ ընտանիքով գերդաստանով կողքի հավաքվենք, դա նախ ծննդյան օրերն են, ծնողների եւ ընտանիքի մեր բոլոր անդամների ծննդյան օրերը մենք միատեղ ենք նշում, դա կլինի ամանորյա տոնակատարությունը, ուրեմն նոր տարվա գիշերը 12-ին մենք պետք է իրենց օջախում բաժակ բարձրացնենք, անցնող տարին ուրեմն հեստեսություն մաղթենք, գալիք նոր տարվա այլ բարեբախտություններ մեկ մյուսին ցանկանանք, դա մարտի 8-ն է եւ դա մենք գիտենք, որ իրենց համար ամենասպասված օրն է, երբ որ բոլորիս տեսնում են իրենց կողքին եւ այդ օրերի համար մայրիկս հատուկ
յուրաքանչյուրի սիրած ճաշատեսակները գիտի եւ չի զլանում մեծ սիրով, հաճույքով պատրաստում է ճաշատեսակները։ Կին Եկանյանը մշակույթի մարդ է նաև, շատերը չգիտեն, բայց ես հաստատ գիտեմ, որ նա ժամերով կարող է Համոսահյան արտասանել, կարող է Հովհաննես Թումանյան արտասանել, Վահան Տերյան արտասանել, մշակույթը չիմացողը իշխանությունում և մեծ պաշտոններում տեղ չպետք է ունենա, այն մարդը, ով շաղաղված չէ հայ մշակույթով, նա չի կարող լինել այն ղեկավարը, որին կարողանան հարգել, որի շուրջը համախմբվել և որին կարողանան ինչ որտեղ խոնարհաբար լսել։ Համոսահյանը իր վերջի օրերին երկու մեծ բանաստեղծություն է գրել 70-80 տարեկան հասակում, որից մեկը կոչվում է «Ինձ բացակայ չդնեք»։ Եվ այդ բանաստեղծությունով ամեն ինչ ասում բնությանը, շրջապատին, մարդուն, հողին, ջրին, քարին, քոլին, մասլենուն, կաղնուն, գետին եւ այլն բոլոր ամեն ինչի։ Ձեր լռությունը զրունգում է ձորով մեկ, ձեր լռության համերգում ինձ բացակայ չդնեք։ Համբերություն եմ ասում, ակնարկներս կրկնեք, համբերության հանդեսում ինձ բացակայ չդնեք։ Ձեր շուրջը ամպ է, կայծակ, քնոջ անցնեք, չքնեք, քնեցիք էլ արթնացաք, ինձ բացակայ չդնեք։ Թվում է թե կամենաք, մի օր երկինք կթռնեք, ձեր թռիչքի ժամանակ ինձ բացակայ չդնեք։ Ձեր պնդության պաշարով դուք աշխարհներ կսնեք, իմ մեղմության պատճառով ինձ բացակայ չդնեք։ Ես եմ քարե պատարակ, ձեզնից սերված ընդունեք, դուք ձեր կամքին հակառակ ինձ բացակայ չդնեք։ Ոչ խոստումներ, ոչ երթում, չսպասեք ու չքննեք, անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակայ չդնեք։ Կամ մամուռներում կորան արևետ ու անուն, էլ խնկահոտ երկինք ու շաղոտ հող չունեմ։ Իմ ամայի բակում բախտից բերված կողին լույսի աղոտ նշուլ ու աղոտ շող չունեմ։ Ինչ քիվեր ու քանդակ, ինչ գմբեթ ու գավիթ, իմ քարերի վրա էլ թի ու տող չունեմ։ Խառնվել են իրար, խոյակներ ու խորան, կործանույց անգամ էլ ահու դող չունեմ։ Լռած զանգ է կյանքս, ես ավերակվանքս էլ աղոթող չունեմ։